Բարև ձեզ, իրականում է եթերում հարցազրույցի ժամը, ես զրուցել եմ ժողովրդավարական համախմբում կուսակցության առաջնորդ Սուրեն Պետրոսյանի հետ, բարև ձեզ, պարոն Պետրոսյան։ Շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ։ Եվ այսպես խորհրդարանական ընտրություններից 3 ամիս առաջ, ինչ որոշում ունի ձեր կուսակցությունը ընտրություններին մասնակցելու վերաբերյալ։ Եթե մասնակցում եք առանձին, եթե ոչ դաշինքով, ում հետ եք խորհրդակցում։ Անպայման մասնակցելու ենք ընտրության, դրա մասին բազմիցս ասել ենք, չենք մասնակցելու դաշինքով, մասնակցելու ենք հենց մեր կուսակցությունով, իհարկե այդտեղ կարող են շատ տարբեր պայմանականացված մարտիկ ընդգրկված լինել, բայց ինչպես արդեն նշեցի, դաշինք չի լինելու։ Իսկ խորհրդակցությունները քաղաքական ուժերի հետ չեն, բացառապես տարբեր անհատների հետ են, տարբեր ոլորտների։ Երևի այսքանը։ Ինչ հաջողություններ եք տեսնում, ինչ շանսեր եք տեսնում միայնակ մասնակցելու պարագայում, հաշվի առնելով, որ ընդդիմադիր դիրքերից եք բնականաբար հանդես գալիս, այսօր էլ ընդդիմադիր դաշտը կարծես թե զբաղված է։ Դա մեծ պատրանք է, որ ընդդիմադիր դաշտը զբաղված է։ Այսօր իմ խորին համոզմամբ, որպես այդպեսին ընդդիմադիր դաշտ ընդհանրապես գոյություն չունի եւ կա իշխանական օրակարգ սպասարկող հիմնականում տարբեր դիրքավորում ունեցող ուժեր։ Եվ ես սա չեմ ասում ընդհանրապես որևիցե կերպ վարկաբեկելու կամ վիրավորելու այդ ուժերին։ Ես ուղղակի իմ տեսանկյունից արձանագրում եմ փաստը։ Ընդդիմադիր դաշտը ամբողջությամբ բաց է։ Մեր օրակարգը այս պահին առաջնահերթությունը անհրաժեշտ ոչ բավարար քայլը, նա ընդդիմափոխությունն է, սա շատ կարևոր է։ Մենք որևիցե անգամ չենք խոսել, որ մենք մտնելու ենք պարլամենտ 50%-ով ձգտում ենք 51%-ի եւ այլ եւ այլ։ Դա կեղծ օրակարգ է եւ ընդհանրապես որևիցե առումով մենք մարդկանց հետ շփվելուց այդ կեղծ նարատիվներ օրակարգերը չենք տրամադրել։ Գնում ենք հենց հիմա 51% եւ այլ եւ այլ։ Մենք շատ հստակ ասել ենք, երբ պարլամենտում լինենք, մենք որևիցե կերպ, որևիցե պարագայում անկախ ինչ հանրային ճնշում կլինի դրա տակ պայմանական ասած ճնշում։ Ավելի շատ հանրային չի լինի, բնականաբար ինչ որ մեդիաների տարբեր դերակատարների կողմից։ Որևիցե պարագայում մենք չենք համագործակցի, այսինքն մեր ձայները չենք տա ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանը, որովհետև մենք ունենք այդ խորքային համոզմունքը, որ սրանք նույն, մետաղադրամի տարբեր կողմերն են, քաղաքական բովանդակային առումով որևիցե տարբերություն չկա։ Եվ սա կլինի մեծագույն խաբեություն, ոչ միայն ինքներս մեր համար, այլ նաև ժողովրդի նկատմամբ, որ մենք որևիցե կերպ հանկարծ գնանք այդ կեղծ օրակարգով պայմանական ասած իշխանափոխության, եւ պայմանական ասում միանանք ընդդիմադիրներին կամ միանանք իշխանությանը, որովհետեւ այդ տարբերություն չկա։ Մեր գլխավոր գերխնդիրը ինստիտուցիոնալ առումով ճեղքել եւ ձևավորել այդ ուժը արդեն ձևավորված է, բայց մենք ինստիտուցիոնալ առումով ներկայացված լինենք պարլամենտում, լինենք այն ուժը, որը այս ներկա եւ նախկին իշխանությունների այս նույն քաղաքական համակարգների կապանքներից դուրս ուժն է, որ այդ ծիլը տվել եւ ունի այդ ինստիտուցիոնալ պարլամենտական արտակարգ։ Դրանից հետո արդեն գործընթացները այլ տրամաբանությամբ կընթանան։ Ես ճիշտ հասկացա ձեր ասածից, օրինակ եթե պայմանականորեն ձեր քաղաքական ուժը եւս հայտնում է խորհրդարանում, այնտեղ արկա է եւս 2 կամ 3 ընդդիմադիր ուժ եւ նրանց միավորման արդյունքում հնարավոր է որ օրինակ ամենաշատ ձայներ հավաքած ընդդիմադիր թեկնածուն դառնա վարչապետ, դուք չեք աջակցի։ Բնականաբար ոչ էլ իշխանությանը, բնականաբար ոչ։ Իմ ասածս դրա մասին է, որ նրանք նույն քաղաքական համակարգի կարկառու ներկայացուցիչներն են, որտեղ որակապես եւ բովանդակային որևիցե տարբերություն չկա։ Եվ ես հենց այս ժամանակվանից եմ ասում, դա տեսականորեն անգամ հնարավոր չի, որտեղ անգամ երբ մենք մարդկանց հետ շփվում ենք, տարբեր տեղերից ստանում ենք աջակցություն, մենք ստանում ենք նաեւ հենց այս օրակարգի համար, որտեղ մենք որպես այս պահին կարճաժամկետ կտրվածքով, որպես անհրաժեշտ ոչ բավարար պայման ենք համարում, ճեղքենք այս փոխհամաձայնեցված խմբիշխանությունը։ Սա գերխնդիր է։ Մնացած ռևերանսները այս քաղաքական համակարգի մեջ, դրանք ուղղակի կեղծ օրակարգեր են, որտեղ կրկին անգամ եմ ասում, այսօր ընդդիմադիր դաշտ որպես այդպեսին գոյություն չունի, կա պրոքսի իշխանական դաշտ, փոխհամաձայնեցված խմբիշխանություն, եւ դրա ամենավառ օրինակը օրակարգերն են եւ դերակատարներն են, ովքեր են եւ ինչ օրակարգեր են սպասարկում։ Սա շատ ակնհայտ է։ Տեսեք, իշխանականները ակտիվորեն տարածում են ամերիկյան հեղինակավոր
ԻՌԻ կազմակերպության տվյալները սոցհարցումների, որտեղ այս պահին քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին պատրաստ է քվեարկել 29%, նրան հաջորդում է Սամվել Կարապետյանի ղեկավարած Ուժեղ Հայաստանը, ապա երրորդ հորիզոնականում Ռոբերտ Քոչարյանն է Հայաստան դաշինքով։ Ձեր կուսակցությունը ընդհանրապես չկար այդ ցուցակում եւ ըստ էության արդեն նշмарվում են, այսպես ասենք, ֆավորիտ ուժերը։ Դուք ինչ հավանականություն եք տեսնում խորհրդարան անցնելու։ Տեսեք, այդ հենց ԻՐԻ-ի մասին կլինի թե այլ վերլուծական կենտրոն կամ սոցիոլոգիական հարցում իրականացնող կազմակերպության մասին կլինի, դրանց պետք չի վերաբերվել որպես բացարձակ ճշմարտություն, որովհետև նրանք շատ կարևոր նաև դերակատարում ունեն հասարակության մոտ ձևավորել ակնկալիքներ եւ մոտեցումներ, եւ դա միշտ որ իրականության համապատասխանում է։ Նրանք շատ դեպքերում ունեն մանիպուլյատիվ բնույթ, որը իրանց չի կարելի մեղադրել, նրանք իրենց սեփական շահն ունեն, որոնք այդ դրա միջոցով սպասարկում են։ Եվ անգամ մեր սոցհարցումները ամբողջ Հայաստանում կապ չունի որ կազմակերպությունը կանի, իրականում չի ցույց տալիս այն պատկերը, որը կա, այլ ինքը անում է ուղղակի PR պրոպագանդա հասարակության մոտ, ինչ որ մեկի վարկանիշը բարձրացնելու, ինչ որ ակնկալիքներ ձևավորելու, ինչ որ մի բան ստուգելու, որոնք աղերս չունեն իրականության հետ։ Դրա ամենավառ օրինակը հիշեք 2021 թվականին, երբ մեր հայտնի սոցիոլոգիական այդ կազմակերպություններից մեկը տալիս էր, որ 42 թե ինչքան տոկոս Ռոբերտ Քոչարյանն է, 20% Նիկոլ Փաշինյանը եւ այլն։ Օրինակ եմ ասում։ Հասարակ խոշոր մանիպուլյացիոն գործընթացներ են, եւ եթե մենք այնտեղ ներգրաված չենք, դա հստակ քաղաքականությամբ է պայմանավորված, երբ որ դուք չեք սպասարկում ինչ որ մի կենտրոնի շահեր, բնականաբար իմաստ չունի, որ ձեզ ներգրավեն, նաև ձեր անունը շրջանառվի հասարակության մեջ։ Սա շատ օրինաչափ է։ Փոխարենը մենք ամեն օր շփվում ենք հասարակության հետ։ Եվ մենք ենք ստացել այդ շփումներից։ Ուրեմն շփումները ցույց են տալիս, որ հասարակության հետ ազնիվ լինելու պարագայում, ինտենսիվ աշխատելու պարագայում հնարավոր է գնացել անհավանական անգամ արդյունքներ, որը մեր հանրային ընկալման մեջ կարող է թվալ թե շատ իրականությունից կտրված է, անգամ անհավանական։ Այն իրականությունը, որը մեզ մեդիա դաշտը տրամադրում է, աղերս չունի մեր իրական կյանքի հետ։ Շատերը նայում են պայմանական, թեպետ նույն խումբն են, բայց ընդդիմադիր եւ իշխանական այդ տիտղոսակիր ընդդիմության լրատվամիջոցների մասն է խոսքը։ Ընդդիմադիր եւ իշխանական լրատվամիջոցներ են նայում եւ պատկերացնում են, որ իրականությունը այս երկուսի մեջտեղում կարող է լինել։ Այնինչ իրականությունը ընդհանրապես այլ կողմ ընկած է եւ աղերս չունի իրականության հետ։ Եվ սա շատ կարեւոր է, որ մարդիկ, նաեւ ովքեր լրատվամիջոցներ են նայում, միշտ իմանան, որ այդ լրատվամիջոցները հիմնականում իրեն ուղղված են իրենց միտքը մանիպուլացնելու եւ չեն տալիս իրականությունը, որտեվ այն մարդիկ, ովքեր կանգնած են այդ լրատվամիջոցների հետևում, նպատակ ունեն իրենց մոտ ձևավորելու այն պատկերը, ինչ որ անհրաժեշտ է իրենց, հետեւաբար դա իրականության հետ կապ չունի։ Մարդկանց մոտ այսօր ինչպես նախկինում շատ ավելի սրված կերպով գերակա է մի մոտեցում, գերակա։ Եթե Նիկոլ Փաշինյանի այլընտրանքը պարլամենտական անդիմությունը կամ նրանից ածանցյալ ուժերը, որ այսօր տեսնում եք քանի ուժ ակնհայտ ածանցյալ կան, ապա հասարակության մեծ մասը ասում է, իմ տեսած գոնե ճիշտն եմ ասում, ինչը տեսել եմ, ապա լավ է Նիկոլ Փաշինյանը լինի։ Եթե այլընտրանքը սա է, ճիշտ նույն օրինակ ինչ 2021 թվականին, եւ այս ամենի մասին իդեալական տեղյակ է եւ իշխանությունը, եւ բնականաբար պարլամենտական անդիմությունը եւ նրանց պրոքսի ուժերը, որոնք իբր քողարկվում են, բայց բնականաբար հասարակության չի կարող։ Կարծում ավելի լավ է մնա Նիկոլ Փաշինյանը, թե այնուամենայնիվ այս ընդդիմադիր ուժերի որևիցե տարբերություն չկա։ Իմ համար մեծագույն հանցագործություն կլինի, մեծագույն հանցագործություն, որ ես մասնակցեմ մի process-ի, որով եւս մեկ անգամ կմանիպուլացվի, կխաբվի հասարակությունը։ Իրեն տալով պատրանք, որ իբր տեղի ունեցավ փոփոխություն կամ իշխանափոխություն, բայց իրականում իշխանության մեջ դերակատարների տեղափոխություն եղավ, բայց քաղաքական համակարգը մնաց նույնը։ Նույն վեկտորը, նույն արժեքաբանությունը, գլոբալ իմաստով նույն մարդիկ ուղղակի տարբեր տեղերում, նույն խաղի կանոնները, նույն մշակույթը, ինչ որ ունեցել ենք այս 30-ից ավել տարիների ընթացքում։ Եվ ես բազմիցս ասել եմ, այս մարդիկ նույն քաղաքական համակարգի, նույն արժեբանությունը կրող մարդիկ են։ Եվ եթե այս process-ը թեկուզ վատ օրինակի հետ համեմատելով, ապա շատ ակնհայտ է։ Մենք գործ ունենք պայմանական ասված ուռուցքի հետ։ Առաջին ստադիա, երկրորդ ստադիա, երրորդ ստադիա, չորրորդ ստադիա։
Դուք չեք կարող ասել, որ ես ուզում եմ առողջանամ, այդ նպատակով վերադառնում եմ ուռուցքի 3-րդ ստադիային պայմանական ասված։ Հնարավոր չի։ Չեք կարող ասել, ես ուզում եմ գալիս եմ երկիրը փրկելու, նպատակ ունենալով վերադառնալ դեգրադացիայի նախորդ փուլ։ Ճանապարհն է, ուղին է պետք փոխել, իսկ դա արվում է դերակատարների միջոցով։ Շատ դժվար է բնականաբար, բայց շատ գետնի վրա շատ լուծելի է խնդիրը։ Մարդկանց հետ պետք է շփվել, ազնիվ շփվել, տրամադրել օրակարգը, կարողանալ վեր հանել այն մարդկանց, ովքեր այդ օրակարգի արժևանության կրողն են, ձևավորել կառուցվածք, պլատֆորմ, համակարգ, սա շատ կարևոր է։ Ընտրություններով հնարավոր է Նիկոլ Փաշինյանին հեռացնել, թե ամեն կերպ է հնարավոր, ամեն կերպ։ Փողոցով չի ստացվել։ Ամեն կերպ, փողոցով էլ է ստացվում։ Շատ հեշտ, չէ, փողոցով էլ է հնարավոր, շատ հեշտ, ամեն կերպ է հնարավոր։ Դա եւս իշխանական եւ պարլամենտական անդիմության նարատիվն է, որոնք Նիկոլ Փաշինյանին եւ այս իշխանությանը իրենց անկարողությունը թաքցնելու համար հրեշ են սարքում եւ ասում են, սա մի անհաղթարելի կերպար է։ Այնինչ իրենք նույն համակարգի մասերն են, որոնք անգամ այդ նպատակը չունեն իրեն հեռացնելու։ Եվ այդ առումով, որ ասեն թաքցնեն, որ մենք այդ նպատակը չունենք, գումարած նաեւ որ թաքցնեն, որ իրենք տկար են, անզոր են, անբովանդակ են, որովհետեւ նման անդիմություն, որը ունի այսքան անսահման ռեսուրսներ, այս 30 տարի մեջ չի եղել, բայց նաեւ միևնույն ժամանակ չի եղել նման անդիմություն, որ այդքան անբովանդակ եւ անկարող է։ Այս ամեն ինչը թաքցնելու համար այս հրեշի կերպարը ավելի են ուռճացնում եւ մարդկանց ավելի վախացնում, կերակրում վախերով։ Նույն բանը ինչ անում է Նիկոլ Փաշինյանը։ Նա անում է արտաքին քաղաքականության մասով, ասում է, գիտեք, եթե հանկարծ դուք չընդունեք նվաստացման իմ այս օրակարգը, չընդունեք իմ այս ստորացման օրակարգը, ձեզ կգան կսպանեն տան մեջ։ Ո՞րն է այդ նվաստացման օրակարգը։ Նվաստացման օրակարգը, որ մենք թվացial խաղաղության, հեսա խաղաղության մասին չի, ռազմական գործողությունների կամ ռազմական գործողություններ չլինելու համար, որ իհարկե մեծ կեղծիք է, մենք պետք է գնանք ամեն հնարավոր ինչի, հրաժարվենք մեր ինքնությունից, հրաժարվենք մեր պատմությունից, հրաժարվենք մեր սահմաններից եւ հրաժարվենք ամեն ինչից, ինչը ըստ էության յուրաքանչյուր ազգի առանցքն է կազմում եւ այն ամենից ինչի առանց ինչի որպես այդպեսին պետություն ընդհանրապես պետք չի մարդկանց, եթե մենք դրանից հրաժարվենք։ Նիկոլ Փաշինյանի օրակարգը սա է։ Եվ պարլամենտական անդիմությունը կամ ածանցյալ ուժերը այսօր ֆանտաստիկ կերպով սպասարկում են այդ օրակարգը։ Ես որևիցե մեկին ամենևին այդ նպատակը չունեմ ինչ որ փնովելու եւ այլ, ես ուղղակի խոսում եմ իրականության մասին։ Ես որևիցե մեկի մեջ ես չեմ նայ մրցակցի աչքերով եւ այլ, որտեղ մեր օրակարգը ամբողջությամբ այլ է։ Մենք այլ տիրույթում ենք գործում։ Բայց ամենավառ օրինակը լավ թե վատ ծրագիր է։ Հիմա հեսա դրան եք ասեմ, ամենավառ օրինակը, որ միտքս ամբողջացնեմ։ Շարժում ամենայն հարգանքով այդ մարդկանց եւ այլը մեր ձևով շարժում, չէ՞։ Տեսել եք գլխավոր օրակարգը ինչի մասին է։ Հարկեր, չգիտեմ, արտոնություններ եւ այլը։ Ասեք գլոբալ մեսեջը գիտեք ինչի մասին է այստեղ։ Որ մենք գլոբալ առումով համաձայն ենք այն իրականության հետ, որը կա, ինչը Նիկոլ Փաշինյանն է ասում։ Եվ մեր այսօրվա խնդիրը Նիկոլ Փաշինյանի հետ մրցել, ով ավելի հարկային քաղաքականություն կիրականացնի։ Սա Նիկոլ Փաշինյանից ավելի ուժեղ է օրակարգի սպասարկում այն ինչ որ կա մարդկանց եւ հասարակությանը հարմարեցնել այն իրականությանը, որը կա, որը աղետալի ուղղակի կարող է լինել։ Թմրացնել եւ հարմարեցնել եւ ընդունել եւ ամրապնդել հազար ներողություն այդ բառի համար ցեմենտել այդ օրակարգը Նիկոլ Փաշինյանի, որ մեր խնդիրները այլևս հարկային քաղաքականությունն են։ Եվ այստեղ լինում է որպես այդպեսին երկու տարբերակ։ Մարդիկ, ովքեր ձևավորում են օրակարգեր եւ օրակարգեր, որոնք ձևավորում են այդ մարդկանց։ Այս օրակարգը ձևավորել է Նիկոլ Փաշինյանը եւ ֆանտաստիկ կերպով տանում է ամենահակապետական եւ ամենաապազգային օրակարգը։ Իր հերթին այս օրակարգը ձևավորել է այս դերակատարներին եւ բոլորը Նիկոլ Փաշինյանի օրակարգի մեջ նույն խաղի կանոններով ամրապնդում են իր կողմից տրամադրված նարատիվը եւ ուղղությունը եւ դրա մեջ փորձում են խաղալ ընդդիմություն։ Սա ավելի մեծ չարիք է։ Հիմա վերադառնալով իմ հարցին, անվտանգային խոշոր ծրագիր է ներկայացված, թրիպի մասին է խոսքը, դա ըստ ձեզ լավ թե վատ ծրագիր է։ Այս պայն հնարավոր չի խոսալ լավ թե վատի, դա այս պայն ինչ որ չափով իրականություն է որպես ծրագիր, բայց Հայաստանի համար որևիցե ծրագիր չի կարող լավը կամ վատը լինել, կամ ներողություն, վատը կարող է, լավը չի կարող լինել։
Քանի դեռ Հայաստանը դերակատար չի եւ որևիցե կերպ մասնակցություն չի ունենում դրան։ Թռիփը նույն նոյեմբերի 9-ի ամերիկյան փաթեթավորումն է, որտեղ որպես այդպիսին Հայաստանի դերակատարումը ուղղակի չկա։ Հայաստանը տարածք է, որին տեղյակ են բամ ինչ պետք է կատարվի իր հետ։ Եվ մենք գտնում ենք մի տարածաշրջանում, որտեղ խաղաղություն է, ասում է Նիկոլ Փաշինյանը, օգոստոսի 8-ից հետո իրավիճակը փոխվում։ Ամեն խաղաղություն ունի իր սեփական ճարտարապետությունը, իր ճարտարապետը։ Մեր տարածաշրջանում ճակերտավոր խաղաղության ճարտարապետը եւ խաղաղություն պարտադրողը բացառապես իր սեփական կանոններով դա Ադրբեջանն է։ Հետևաբար ցանկացած ծրագիր, որը կմասնակցի անգամ Հայաստանը, բացառապես առաջին հերթին սպասարկելու է Ադրբեջանի շահերը, որովհետև տարածաշրջանում ճարտարապետության, խաղաղության ճարտարապետության հիմնադիրը եւ այդ կերտողն ու երաշխավորը այս բան Ադրբեջանն է։ Եվ անգամ Ադրբեջանը այն ուռճացված դերը, որ տալիս են Ադրբեջանին, ինքը այդ դերը ունի այնքանով, որքանով ինքը կարողանում է իր վերահսկողությունը սահմանել Հայաստանի վրա։ Եթե Հայաստանի վրա այդ վերահսկողությունը չսահմանին, այդ դերն ու ուժն ու քաշը չի կարող ունենալ։ Հետևաբար այս բանը ես չեմ ուզում մտնեմ անգամ ինչ որ ֆորմալ իրավական հայցակարգերի մեջ, գիտեք, այս այն տալի 26%-ը, 74%, սրանք անհեթեթություններ են։ Գետնի վրա խաղի կանոնները ամբողջությամբ այլ են։ Մեր ամենամեծ խնդիրներից մեկը այսօր նա է, որ մենք չունենք աշխարհընկալում։ Չունենք բացարձակապես։ Չենք հասկանում մենք որտեղ ենք ապրում, ինչ աշխարհում ենք մենք ապրում։ Որոնք են այդտեղ խաղի կանոնները։ Մենք չենք ճանաչում ինքներս մեզ եւ բնականաբար չենք պատկերացնում, որը պետք է լինի մեր տեղն ու դերը այդ ամեն ինչի մեջ։ Ինչ թռիփի մասին ընդհանրապես խոսքը։ Եվ այսրանք կրկին հասարակությունը մանիպուլացնելու օրակարգեր են։ Չէ լավ է նոյեմբերի 9-ի պայմանագիրը ռուսները կլինեն, թե կլինեն ամերիկացիները։ Ձեր համար ինչ տարբերություն ով կլինի, եթե դուք ձեզնից որպես այդպեսին բան չեք ներկայացնում եւ դուք զոհ եք։ Եթե դուք զոհ եք, ձեր միակ բանը մնում է ուղղակի սպասեք, թե ով է լինելու ձեր գիշատիչը։ Հիմա Մերձավոր Արևելքում, հա, եւ նաեւ Իրանում, մեր հարևան Իրանում պատերազմ է, Հայաստանին սպառնացող վտանգ կա թե չկա։ Բնականաբար, եթե դրա մասին մենք չենք խոսում, չի նշանակում, որ դա չկա։ Անմիջական ասում է չկա, հանգիստ է դրա համար էլ ինքը շատ հանգիստ, բեռաշկի ու կուկուռուզ է ուտում։ Տեսեք, այդ իրականությունը ուղղակի արտացոլում է մեր ողբերգական վիճակը, քաղաքակրթական առումով ողբերգական վիճակը։ Ամբողջ աշխարհում այսօր գերակայում է գոյատևման օրակարգը, անգամ գերտերությունների մոտ։ Այնպիսի գերտերություններ, ինչպիսիք են Չինաստանը, Ռուսաստանը, այդ թվում Միացյալ Նահանգները, գոյատևման օրակարգ, եւ ես չեմ ասում իմ կարծիքը։ Ես ասում եմ եւ ուղղային կենտրոնների եւ նրանց պաշտոնական մոտեցումը աշխարհակաղակական իրավիճակին։ Իսկ Նիկոլ Փաշինյանը նաև պարլամենտական անդիմության մնացած հետ, ովքեր իր հետ հավասար հարկային քաղաքականությունից են այսօր խոսում, հանրային մանիպուլյացիայի է գնում, ասելով, որ մենք գնում ենք զարգացման օրակարգով։ Ինչ զարգացման մասին կարող է գնալ խոսքը, եթե ամբողջ աշխարհը անգամ գերտերությունները գոյատևման օրակարգի մեջ են։ Տարածաշրջանը խորհրդային առումով տրանսֆորմացվում, դերակատարներ են փոխվում, ազդեցության գոտիներ են փոխվում։ Ամբողջ մեր իրականությունը, մեր աշխարհը որպես այդպեսին, որը ճանաչել ենք, այլևս այսօր փաստացի գոյություն չունի։ Հիմա Հայաստանը ինչպես պետք է դիրքավորվի այս ամենի ֆոնին։ Դեք Հայաստանը այս ամենի ֆոնին այսօր ցավոք որևիցե կերպ դիրքավորվել չի կարող, որովհետև դու կարող ես դիրքավորել միայն այն ժամանակ, երբ որ դու այս գլոբալ գործընթացներին մաս ես դառնում։ Խոսքը չի նշանակում ինչ-որ մեկի կողմից մասնակցել, բայց դու պետք է խաղի մասնակից լինես։ Իսկ խաղի մասնակից կարող ես լինել, երբ որ դու քեզնից ինչ-որ մի բան ես ներկայացնում, դու ունես կշիռ, եւ ոչ թե ասում ես ինձ պետք է բացառապես խաղաղություն, ինչ օրակարգ ուզում եք տվեք, ես դա կընդունեմ եւ կանեմ, միայն իմ վրա չկրակեք, չհասկանալով, որ դրանով քո զոհի կերպարը շատ ավելի գայթակղիչ ես դարձնում, շատ ավելի գայթակղիչ, ու անպայման քեզ հոշոտելու են։ Դե պատմության մեջ չկա մի դեպք, որտեղ պետությունը եւ ազգը իրեն դիրքավորելա զոհի կարգավիճակով եւ ասել ես պատրաստ եմ ամեն ինչ զիջել, միայն հանկարծ ինձ չկրակեք, չսպանեք, ես չեմ ուզում մասնակիցը լինել process-ներին, ու ինքը գոյատևելա։ Get 1 օրինակ
ամբողջ պատմության մեջ մի քանի հազար տարվա գոյություն չունի։ Հետևաբար շատ կարևոր է, որ մենք մեզ կախվածության մեջ չդնենք այնպիսի երևույթներից, որոնք մեզնից կախված չեն։ Այսօր մեզնից կախված է գլոբալ փոխհամաձայնության օրակարգ ունենալը։ Բնականաբար այս ամեն ինչ իշխանության եւ ընդդիմության փոփոխությունից հետո բացառապես կարող է լինել։ Բացառապես մոռացեք այլ բան, թե օրակարգ գեներացնողներ այս մարդիկ են, դա չի լինելու։ Այս արժեքի կրող եւ այս ընկալումը կրող մարդիկ են։ Այդ փոփոխությունից հետո պետք է լինի փոխհամաձայնեցման օրակարգ, փոխհամաձայնեցված։ Այսինքն գլոբալ իմաստով մենք որպես ազգ, որպես հանրույթ գլոբալ իմաստով ունենք նույն տեսլականը, թե չունենք։ Երկրորդը պետք է գեներացվի ազգային ողջ ներուժը։ Սա շատ կարևոր է։ Եթե ազգային ողջ ներուժը չգեներացվեց, հնարավորին է, սրանք տեսական խոսքեր չեն, դրա ինստիտուցիոնալ հնարավորությունները մենք անսահման ունենք, ապա եւս դու չես կարողանալու դերակատար լինես։ Մենք պետք է կարողանանք գործադրենք մեր զսպման մեխանիզմները։ Զսպման, տեսեք, ես չեմ ասում Ադրբեջանը գրավելու, այսինչ ազատագրելու այս պահին։ Զսպման մեխանիզմները լինում են ինչպես ռազմական, այնպես է դիվանագիտական, եւ այսպես շարունակ կարող եմ ասել։ Այս զսպման համակարգերում հսկայական դեր ունեն նաեւ մեր սփյուռքը, հսկայական ամեն մեկը տարբեր պետություններում, բայց այս ամենին միմյանց կապող այդ համահայկական գաղափարը գոյություն չունի։ Հակառակը մենք այսօր տարված ենք մանիպուլացնելու իրականությունը, աշխարհում ինչ է տեղի ունենում։ Իսկ մենք մեր հասարակությանը ինչ ենք ներկայացնում, կարծես թե մենք ապրում ենք լուսնի վրա։ Պատկերացրեք աշխարհում մեր դերը պատկերացնելու համար։ Պատկերացրեք աշխարհում 8 անկյուն է, մարտեր առանց կանոնների։ Եվ մենք այդտեղ մտնում ենք մարտեր առանց կանոնների, չգիտեմ, ասենք ինչ որ բալետի ինչ որ մի համարով։ Դուք ինչ լուծում եք առաջարկում։ Բնական ասացի, առաջին հերթին պետք է լինի խորքային վերափոխում, խորքային վերաիմաստավորում։ Դրա համար անհրաժեշտ են նոր դերակատարներ։ Եվ սա պատմության մեջ էս գործընթացը կոչվում է էլիտաների ընդվզումը։ Մենք մինչև այսօր ունեցել ենք զանգվածների ընդվզում։ Զանգված ես հասարակության մասին չեմ ասում։ Այն մարդիկ, ովքեր դարձել են քաղաքական վերնախավ, բայց իրենց էությամբ իրենք զանգված են, որի գերխնդիրը բացառապես տնտեսական շահ կուտակելն է, սպառելն է, ունենալն է, անընդհատ ունենալ, կապ չունի որտեղի ինչ եւ այլն։ Սա զանգվածների ընդվզումն է։ Սա այսօր շատ կարևոր է, որ լինի էլիտաների ընդվզումը։ Էլիտան այսինքն մարդիկ, ովքեր ազգային ինքնության կրող են, ունեն երկարաժամկետ մտածողություն, ունեն նաեւ ռազմավարական ապագան մոդելավորելու, պլանավորելու ունակություն։ Եթե այս մարդիկ միմյանց հետ չկապվեն, վեր չբարձանան, իրենք պատասխանատվություն չստանձնեն, մոռացեք ոչ մի բան չի լինելու, որովհետև այս քաղաքականության մեջ պատերը չեն հարցեր լուծում։ Այդ շոուները, սթենդափները եւ այլ այս քաղաքական process-ները բոլորը դրանով են տարված, շոուներ եւ այլ, սիրուն ով ինչ ավելի լավ կադր կստանա, ով ինչ ավելի մասշտաբ կստանա, ով ինչ անկյունից կնկարի, որ ավելի շատ մարդ երևա իր հավաքին։ Այս չի հարց լուծողը։ Հարցը լուծում են էլիտաները, մարդիկ, ովքեր ունեն ազգային ինքնություն, ունեն ռազմավարական միտք, ունեն առանցք, պատկերացնում են ինչ է կատարվում աշխարհում, ինչ կանոններ են գերակայում, ով են իրենք եւ ուր են ուզում գնան։ Պարոն Պետրոսյան, Բակրատ Սրբազանը քաղբանտարկյալ է թե ոչ։ Չեմ կարող ասել, պարզ։ Ես դրա համար եմ անդրադարձել։ Ինչի համար։ Որովհետեւ այն իրավիճակը, որ տեղի է ունեցել, այդ իրավիճակում ես չունեմ բացարձակ վստահություն, զրո վստահություն ոչ իշխանության նկատմամբ եւ ոչ էլ իրենց նկատմամբ։ Իսկ Հայաստանում քաղբանտարկյալներ կան։ Բնականաբար կլինեն։ Ձեր կարծիքով կան եւ ովքեր են։ Անուններ չեմ կարող, բայց բնականաբար կլինեն, որովհետեւ հնարավոր չէ քաղբանտարկել որպես այդպեսին այս իրավիճակում ուղղակի չլինեն։ Հաշվի առնելով, որ իշխանությունը ցանկացած իրավիճակում, ցանկացած պարագայում իր հնարավորությունների սահմաններում գնալու է ամեն գործողության, սահմանափակելու, չգիտեմ, փակելու եւ այլ, իմանալով որ ամեն ինչը շատ հեշտ մարսելու է։
Եվ եզրափակելով դուք ձեր խոսքի սկզբում ասացիք, որ ինքներդ հասկանում եք ներկա իրավիճակը եւ այլն, հասկանում եք, որ ըստ էության ձեր ուժին եւս հնարավոր չի միաձնա իշխանություն ձևավորել։ Հետևաբար ձեր համար գերխնդիր է, որ Նիկոլ Փաշինյանը չլինի իշխանության, թե գերխնդիր է, որ գործող ընդդիմադիր ուժերից որևիցե մեկը չլինի իշխանության, բայց դուք էլ չեք կարող լինել, որովհետեւ միանձնած չեք կարող 50+1 հավաքել։ Մեր համար այս պահին գերխնդիր է, գլոբալ առումով մեր համար գերխնդիր է այս հակահայկական իր ողջ էությամբ քաղաքական համակարգը, որի առանցն են Նիկոլ Փաշինյանը, պարլամենտական ընդդիմություն, նախկին ղեկավարների եւ այլն, հակահայկական ասում քաղաքական իմաստով նկատում եմ իրենց անձը ամենևին էլ չվիրավորելով։ Այս քաղաքական համակարգը ճեղքել եւ դուրս գալ։ Դրա առաջին քայլը անհրաժեշտ ոչ բավարար։ Պետք է լինի ընդդիմափոխություն։ Ես դրա մասին բազմիցս ասել եմ։ Սա չի նշանակում մենք պայքարում ենք ընդդիմության դեմ։ Հակառակը, այս քաղաքական համակարգի կապանքներից զերծ նոր ուժ, որը նաև կունենա ինստիտուցիոնալ հարթակ, որի միջոցով շատ ավելի մեծ հնարավորություն կունենա եւ գաղափարների տարածման, եւ օրակարգերի, եւ նաև կողմնակիցների եւ այլն, այսպես կարող եմ թվել։ Սա անհրաժեշտ ոչ բավարար քայլն է։ Սա կեղծ օրակարգ է, որ գիտեք, մենք վերջ արդեն այլևս վերջանում ենք եւ այլ եկեք համախմբենք, բոլորս կպնենք սրան, նրան եւ այլը։ Նույն բանը 21 թվականն էին ասում, կրկին եմ ասում, ձևավորվեց այդ ամենամեծ պարլամենտական ֆրակցիան, օրինակ այնտեղ դաշնակցությունը պատմության մեջ այդքան падգամավոր չէր ունեցել, անսահման ռեսուրսներով եւ ինչ Նիկոլ Փաշինյանը արեց այն, ինչը որևիցե այլ երկրում, այլ պարլամենտական ընդդիմության դեպքում ուղղակի տեսականորեն հնարավոր չէր։ Եվ ես էլի եմ ասում, ինչ անի կմարսի, եթե այլընտրանքը իրենք են։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հետևորդներ, ես զրուցում եի ժողովրդավարական համախմբում կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանի հետ, առողջ եղեք, կհանդիպենք։